Կան պաշտոններ, որտեղ յուրաքանչյուր որոշում անմիջապես զգացվում է մարդկանց կյանքում։ Հիվանդանոցներում, ընտանիքներում, երբեմն նույնիսկ ամենածանր ու ամենազգայուն պահերին։ Մեր այսօրվա հյուրի ճանապարհը դեպի քաղաքականություն չի սկսվել կուսակցական գործունեությունից։ Իրավաբանությունից մինչև առողջապահության համակարգ, պետական կառավարման տարբեր փուլերից մինչև երկրի ամենաբարդ ժամանակաշրջանում նախարարի պատասխանատվություն։ Վերջին տարիներին նա եղել է ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկը, բայց այս ճանապարհի մյուս կողմում կա նաև մեկ այլ իրականություն։ Մայրը, ով եղել է առաջին գումարման խորհրդարանի падգամավոր, 3 երեխաների մայր լինելու պատասխանատվությունը եւ այսօր արդեն նաև զինվորի մայր լինելու հպարտությունը։ Իսկ ինչպես է ձևավորվում քաղաքական դիմագիծը, երբ ամեն օր ստիպված ես համատեղել պետական որոշումները, հանրային ճնշումն ու անձնական ապրումները։ Այսօր միասին բացահայտելու ենք Անահիտ Ավանեսյանի քաղաքական դիմագիծը։ Տիկին Ավանեսյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար, առաջարկում եմ միանգամից գնալ ամենասկիզբ։ Ծնվել եք 1981 թվականին Երևանում։ Այո։ Առհասարակ ասում են մանկության տարիները որքան էլ որ բարդ լինեն կյանքի, ամեն դեպքում այն ժամանակաշրջանն են, որ միշտ ցանկանում ենք նորից վերադառնալ։ Այ հետաքրքիր է, դուք մտովի հաճախ եք տեղափոխվում մանկություն։ Հաճախ չէ, բայց երբ որ տեղափոխվում, դրանք շատ վառ, ջերմ, երջանկացնող հիշողություններ են։ Ձեր մանկությունն անցել է բավական բարդ ժամանակաշրջանում, անկախության առաջին տարիներն էին։ Առհասարակ դժվար մանկություն եք ունեցել։ Իհարկե, տնտեսական, սոցիալական եւ ըստ էության երկրաշարժից հետո մեր սերունդը բավական դժվարություններ է տեսել։ Բայց մյուս կողմից ընտանիքում միշտ շատ լավ մթնոլորտ է եղել եւ մենք այդ ժամանակ էլ մեր հորաքույրներ, մորաքույրներ, քեռիներ, հորեղբայրներ շատ մեծ ընտանիք ենք եղել եւ անգամ այդ դժվար ժամանակներում մեծ երջանկություն են մեզ փոխանցել եւ այդ հիշողությունները մինչեւ հիմա ջերմացնում են։ Հետաքրքիր է, եթե հնարավորություն լիներ, օրինակ հանդիպելու այդ տարիների Անահիտին, ինչի մասին կլիներ նախարար Հավանեսյանի եւ այդ փոքրիկ Անահիտի զրույցները։ Լավ հարց է։ Երևի կլիներ նրա մասին, որ վստահ եղիր, այն ինչի մասին երազում ես, քայլ-քայլ իրականանալու է եւ շատ մի անհանգստացիր ամեն ինչի համար։ Այսպես անհանգստացող տեսակ եք եղել, անընդհատ պրպտող։ Այո, այո։ Եվ միշտ երազող, չհամակերպվող իրականությանը եւ առաջ ձգտող։ Ձեր մայրը Մարգուշ Վարդանյանը առաջին գումարման խորհրդարանի падգամավոր է եղել։ Քաղաքական ու հանրային միջավայրն արդյոք ազդեցություն ունեցել են ձեր հետագա ընտրության վրա։ Երևի թե իհարկե եւ մասնագիտություն ընտրելու վրա է ազդեցություն ունեցել, երբ որ 95 թվականին ընթանում էին ազգային ժողովի ընտրությունները եւ նաեւ մեր առաջին սահմանադրության հանրաքվեներ, ես հենց 13 տարեկան էի եւ այդ ժամանակ մասնակցելով նախընտրական քարոզարշավին մամայի հետ շատ հետաքրքրվեցի իրավաբանությամբ, ինձ համար շատ հետաքրքիր էր կարդալ, փորձել հասկանալ ինչ է սահմանադրությունը, իմ իմացածի շրջանակներում փորձում էի համոզել մարդկանց, որ կողմ քվեարկեն, որ դա շատ կարևոր է սահմանադրություն ունենալը եւ այո, մասնագիտություն ընտրելու առումով այդ պրոցեսներին մասնակից լինելը շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Այսինքն քարոզարշավային մթնոլորտում եք մեծացել։ Կարելի է ասել այո։ Ոչ միայն նախարար ժամանակ, այլ արդեն մանկության շրջանում կամ պատանեկության շրջանում արդեն Այո, եւ մայրս մեզ այն ժամանակ շատ ներգրաված էր պահում, քանի որ ժամանակը շփվելու քիչ էր, մենք ամեն ինչ փորձում էր համատեղել եւ մենք էլ ակտիվ մասնակցում էինք նրա քարոզարշավին։ Գիտեք, այն ժամանակ շատ
Շատ ավելի բարդ էր կանանց համար մասնակիցը լինելու քաղաքական process-ներին եւ ինձ համար մորս կերպարը նրա այդ փորձառությունները շատ մեծ հետք են թողել։ Հետաքրքիր է, սովորաբար ծնողները փորձում են իրենց երեխաներին քաղաքականությունից հեռու պահել։ Ձեր դեպքում հակառակն է եղել։ Մեր ծնողները իմ ու քրոջս, մամաս եւ պապաս մեզ երբեք որևէ բանից հեռու չեն պահել։ Եվ մեր թե ընտանիքի ֆինանսներից, թե քաղաքականությունից, թե երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին մեզ մասնակից են պահել եւ թե քննարկումների ձևաչափով, թե երբեմն բանավեճերի, որովհետեւ դեռահասության ժամանակ միշտ պատկերացումները տարբերվում են ծնողների պատկերացումներից, բայց մենք ընտանիքով միշտ գաղափարական առումով շատ ակտիվ հետաքրքիր կյանք ենք ունեցել։ Տիկին Ավանեսյան, ձեր մայրը որպես կին պատգամավոր աշխատել է բավականին բարդ ժամանակաշրջանում։ Ճիշտ եմ հասկանում, որ նրա փորձը ամեն դեպքում օգնել է ձեզ հետո պետական համակարգում աշխատելիս։ Իհարկե օգնել է, միանշանակ, երբ որ process-ների միջով անցնում ես մասնակիցը լինելով, փորձառություն ես կուտակում եւ գիտեք լինել թե գործարար, թե նաեւ падգամավոր, այնուհետեւ 98 թվականից հետո շատ բարդ ընթացք ենք ունեցել նաեւ որպես արդեն ընդդիմադիր նա քաղաքական գործիչ եւ այդ փորձառությունը կերտել է եւ մեծ առումով մինչեւ հիմա շատ օգնում է։ Դուք ամեն դեպքում ընտրեցիք իրավագիտությունը, իրավաբանությունը, որտեղ կրթությամբ իրավաբան եք։ Ինչու հենց այս մասնագիտությունը եւ արդյոք այն ժամանակ դեռ կար երազանքը կապված իրավաբանության հետ։ Այո, ինչպես ասեցի, այդ սահմանադրության հանրաքվեի ժամանակ ինձ շատ հետաքրքրեց այդ ուղղությունը։ Իհարկե ծնողներս ուզում էին, որ ես բժիշկ դառնամ կամ գոնե դեղագետ, շարունակելու ընտանիքի տրադիցիաները։ Գուցե նախարարը ինձ ցանկանում որ դառնայիք։ Ուզում էին, որ բժիշկ դառնամ կամ դեղագետ, բայց ես նաև շատ սիրում էի ֆիզիկա առարկան, հայրս ֆիզիկայի դասախոս էր եւ շատ մեծ հետաքրքրություն ունեի ֆիզիկայի նկատմամբ, բայց ի վերջո որոշում կայացրեցի, որ իրավաբանությունը պիտի ընտրեմ եւ երբեք չեմ փոշմանել, շատ սիրում եմ իմ մասնագիտությունը եւ քաղաքականություն գնալու երևի ճիշտ մասնագիտություն որպես ընտրելու առումով իրավաբանությունը իհարկե ինձ շատ օգնում է։ Կա մի դրվագ մանկության կամ գուցե հենց երիտասարդության պատանեկության տարիներից, որ այսօր էլ բավականին լավ հիշում եք ու որոշումներ կայացնելիս գուցե կամ կյանքի բարդ փուլում դա հաշվի եք առնում։ Կամ լավ էպես դաջվել է ձեր հիշողության մեջ հատկապես։ Երևի թե ձգտելու եւ աշխատելու ունակությունը եւ սերը աշխատանքի նկատմամբ, սովորելու եւ աշխատանքի նկատմամբ ես շատ շնորհակալ եմ հորիցս, որ շատ խիստ էր մեր նկատմամբ, իմ ու քրոջս, թե ուսումնառության, թե գիրք կարդալու, թե նաեւ դիսցիպլինը պահելու ընդհանուր առմամբ։ Եվ դա մեզ մայրիկը ժամանակը այսպես ավելի շատ քաղաքական գործունեության էր հոր վրա, հոր ուսերին էր ամբողջությամբ երեխաների։ Շատ ներգրավված է եղել մեր դաստիարակության մեջ եւ իհարկե մինչեւ հիմա շատ շնորհակալ եմ, որ այդ հատկությունները, որոնք փոքր ժամանակ ըստ էության առանց քո գիտակցության ներառում ես քո մեջ, բայց դրանք հետագայում շատ օգնում են։ Ես ինքս էլ փորձել եմ իմ երեխաներին այդպես դաստիարակել։ Իհարկե այդքան խիստ չեմ եղել, ինչքան հայրս, եւ փոխվում են դաստիարակության մեթոդները, ձևերը, բայց այնուամենայնիվ երեխաներիս էլ փորձել եմ դաստիարակել աշխատանքը սիրելու ձևով։ Մենք դեռ կգանք ձեր ստեղծած ընտանիք, ձեր կազմավորած ընտանիք, մի փոքր դեռ շարունակենք աշխատանքային ճանապարհը, իրավական ոլորտից եք սկսել աշխատանքնել, հետո անցել մասնավոր հատված, ապա պետական համակարգ, որն էր ամենաբարդ փուլը։ Գիտեք, մասնավոր հատվածում աշխատելն էլ բարդ է, ունի իր դժվարությունները, մրցակցությունը եւ աշխատողների համար պատասխանատվությունը, որ դու պիտի ստեղծես ամեն օր արդյունք, կարողանաս ապահովես
բիզնեսի ընթացքը, աշխատողների աշխատավարձը եւ զարգացումը, դա շատ մեծ պատասխանատվություն է եւ անընդհատ փոփոխվող աշխարհում։ Այնուհետև իհարկե պետական համակարգ անցնելը սկզբից նախ փորձառության պակասը, որովհետև մասնավոր ոլորտում շատ ավելի գործընթացները այլ ձևաչափով են ընթանում, բյուրոկրատական համակարգում այլ ձևաչափով եւ պիտի սովորես նոր իրավիճակում եւս չկորցնել ժամանակի զգացումը, արդյունավետությունը, շատ արագ վերցնես այն գիտելիքները, որը անհրաժեշտ են եւ առաջ տանես քո նախագծերը, բայց ասեմ, որ այդ փոփոխությունն էլ շատ օգնում է եւ ընդհանուր առմամբ մարդ պիտի կարծեմ փոխի ժամանակ առ ժամանակ իր ուղղվածությունները, որովհետեւ երբ որ միայն պետական համակարգում ես աշխատում, երբեմն կորցնում ես այդ զգացումը, թե քո որոշումները այլոց վրա ինչպես են անդրադառնում եւ օրինակ գործարար աշխարհի վրա ինչպես է անդրադառնում, գուցե քեզ որպես օրինագիծ, նախագիծ, քո ստեղծած նոր կառուցակարգը շատ պարզ է թվում, հեշտ է թվում, բայց դա միշտ չի, որ այդպես է հենց գործարարի կամ տնտեսվարողի համար։ Եվ այդ զգայունությունը մասնավոր ոլորտում, երբ որ դու ունենում ես, փորձառություն ունենում ես, հետո օգնում է ճկուն լինել պետական համակարգում։ Տիկին Ավանեսյան, այդ դեպքում շուրջ 6 տարի է դուք առողջապահական ոլորտում եք։ Հիմա իսկ մտքեր ունեք, հա, մտքեր ունեք փոխելու։ Դեռ ոչ։ Տիկին Ավանեսյան, առողջապահության ոլորտը ըստ էության մի միջավայր է, որտեղ ամեն անգամ մի փոքր որոշումը, մի փոքր սխալը ազդեցություն է ունենում կոնկրետ մարդկանց կենցաղի, մարդկանց կյանքի վրա, այո։ Հետաքրքիր է, երբ առաջին անգամ զբաղեցրիք այդ պաշտոնը եւ հայտնվեցիք առհասարակ առողջապահական ոլորտում, այդ ճնշման չափը երբ զգացիք։ Հենց սկզբից, այո, որոշումներդ շատ մեծ ազդեցություն ունեն եւ դրական եւ բացասական։ Ժամանակի առումով արագություն են պահանջում, բայց նաեւ սխալի արժեքը շատ մեծ է։ Այստեղ չես կարող հապաղել, բայց որոշումներ կայացնելուց էլ պիտի հաշվի առնես, որ մարդիկ հիվանդ լինելով կամ կարիք ունենալով առողջապահական ծառայությունների դժվար են ադապտացվում փոփոխություններին։ Տիկին Ավանեսյան, չգիտեմ կհամաձայնեք թե ոչ, բայց մեզանում կա կամ գուցե կար մի կարծրատիպ, որ օրինակ առողջապահության ոլորտում հենց բժիշկը պետք է լինի, հա, նախարարը կամ այդ ոլորտի մարդը պետք է լինի։ Դուք մասնագիտությամբ իրավաբան եք։ Դժվար չէր ձեզ համար։ Դժվար էր, իհարկե դժվար էր։ Ես աշխատել եմ առողջապահության ոլորտում եւ այս ոլորտը ինձ համար հոգեհարազատ է, բայց այնուամենայնիվ այո, մինչ ինձ բոլորը բժիշկներ են եղել, տղամարդ են եղել եւ նաեւ ավելի տարիքով մեծ են եղել։ Դժվար էր, բայց ես սիրում եմ դժվարություններ եւ այդ դժվարությունները հաղթահարելն էլ ինձ համար իմ աշխատանքի հետաքրքրությունն են կազմում։ Իսկ դուք ինչպես հայտնվեցիք այդ ոլորտում 2018 թվականից հետո ըստ էության։ Ինչպես ստացվեց ձեր մուտքը գուցե քաղաքականություն։ Ու այդ շրջանում այդքան էլ քաղաքական միջավայրում չեք, բայց պատասխանատվությունն ամեն դեպքում կար։ Դուք ինչպես եկաք եւ զբաղեցրեցիք առողջապահության նախարարի պաշտոնը։ Ինչպես առաջարկ եղավ, նկատել էին ձեզ։ Դե 2018 թվականին ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո հենց մայիսին պարոն Թորոսյանի կողմից ստացա առաջարկը զբաղեցնելու տեղակալի պաշտոնը եւ իհարկե համաձայնեցի, միացա թիմին եւ շատ ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրեցի։ Այս տարիները իհարկե բարդ, շատ դժվար տարիներ էին, բայց նաև մեծ երջանկություն եւ պատիվ է լինել պետական համակարգի մասը եւ այս ճանապարհը անցնելը։ Իսկ որպես ղեկավար ավելի շատ հենվում եք էմոցիոնալ զգացողությունների, թե նաև խիստ հաշվարկների վրա։ Եվ մեկը առանց մյուսի չի կարող լինել։ Չես կարող լինել միայն էմոցիոնալ եւ չես կարող լինել միայն հաշվարկող։ Գործ ունես մարդկանց հետ, առավել եւս երբ որ առողջապահություն է, երկուսը պիտի անպայման ունենաս որպես բալանս։
Իսկ դուք համաձայն եք այն դիտարկումների հետ, որ առհասարակ քաղաքականության մեջ նաև կին քաղաքական գործիչները կամ կին ղեկավարներն ավելի շատ են հայտնվում թիրախում։ Դուք զգացել եք դա ձեր վրա։ Կարծում եմ դա փաստ է եւ պետք չի այսպես խուսափել դա արձանագրելուց։ Այո, իհարկե։ Եվ շատ դեպքերում քաղաքական աշխարհը տղամարդկանց աշխարհն է, ինչը փոխվում է եւ շատ ավելի շատ կանայք ներգրավում են քաղաքական, քաղաքացիական, հասարակական կյանքին, ինչը միայն դրական օգուտ է բերում մեր պետությանը, որովհետեւ տեսեք, բնակչության մեծամասնությունը կանայք են։ Բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների եւս կեսը, կարծեմ թե ավել կանայք են։ Այսինքն կանայք մեր երկրի մտավոր պոտենցիալի կարևոր մասն են եւ նրանց դիտանկյունը, նրանց կարողությունները չօգտագործելը շատ մեծ բաց թողում է։ Եվ գիտեք, չի կարող լինել, որ միայն կանայք լինեն կամ միայն տղամարդիկ լինեն։ Այդպես հասարակությունը չի կարող համահունչ լինել եւ ճիշտ զարգանալ։ Որոշումներ կայացնելու ընթացքում սեղանի շուրջ պետք է լինեն եւ կանայք եւ տղամարդիկ, որ մեր երկրի համար ամենաճիշտ որոշումները, ինչպես ընտանիքում է, ինչպես կարող է միայն ընտանիքի հայրը որոշումները կայացնի կամ ընտանիքի միայն մայրը։ Այդպես չի աշխատում։ Դուք երկար ժամանակ ընկալվում եք որպես մասնագետ, ոչ որպես քաղաքական գործիչ։ Այսօր արդեն իշխող քաղաքական ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի առաջին եռյակում եք եւ առաջին կին տեխնացուն եք ըստ էության, այդպես է ստացվում։ Երբ հասկացաք, որ արդեն նաեւ պետք է դասական այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնեք։ Գիտեք, ես նախարարի եւ դրանից առաջ նաեւ տեղակալի պաշտոնը շատ հստակ պատկերացրել եմ որպես հենց քաղաքական պաշտոն։ Ես տեխնոկրատ անց չեմ, այլ համարում եմ, որ երկրի քաղաքական որոշումների պատասխանատուները պետք է լինեն քաղաքական գործիչներ։ Այո, տեխնոկրատներ էլ պիտի լինեն, բայց քաղաքական պատասխանատվությունը շատ կարևոր է։ Եվ դա էլ աստիճանական իհարկե ստացվեց, որ առողջապահությունը համակարգելով ավելի ու ավելի ընդհանուր քաղաքական գործընթացներում ավելի մեծ դերակատարում ունենամ, շատ օրգանական, բնական աճ Առավել ևս որ նորություն չէր հաշվի առնելով մայրական փորձը։ Հիմա որ դուք պատմում եք, ինձ մոտ այսպես մի պատկեր է գալիս, որ կարծես թե ճակատագրի կրկնություն է ստացվում ձեզ մոտ։ Ժամանակին ձեր մայրն էր խիստ զբաղված եւ ընտանիքում հայրն էր ըստ էության ավելի շատ երեխաներ հետ, այստեղ ձեր դեպքում էլ կարծես թե նույնն է։ Կան նույնականություն, էլի ձեր ընտանիքում ամուսինն է ավելի շատ զբաղվում երեխաներով, մայրն ամբողջ օրը քաղաքականությամբ, առողջապահական ոլորտով։ Նայեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, որը օրինակ տղամարդուն չեն տա այդ հարցը։ Բայց ուրախ եմ, որ տալիս եք։ Գիտեք, այո, իմ եւ հայրը եւ մայրս տարբեր ժամանակներում տարբեր չափի, բայց հավասար ընդգրկված են եղել մեր դաստիարակության եւ մեզ պահելու գործում։ Մենք եւս, ես եւ ամուսինս, էլի տարբեր ժամանակներում տարբեր չափերով, բայց հավասար ընդգրկված ենք մեր երեխաների դաստիարակության եւ նրանց պահելու գործում։ Երբ որ փոքր էին երեխաները, ես ավելի շատ երեխաներով էի զբաղվում։ Հիմա արդեն հնարավորությունը ունեմ ավելի շատ աշխատանքին նվիրվելու, բայց այստեղ էլ ես ունեմ կին գոլեգաներ, ովքեր ունեն փոքր երեխաներ, բայց ամեն ինչ հասցնում են։ Իհարկե դա հասցնում են իրենց գերլարվածության եւ մեծ նվիրումի շնորհիվ, դա հեշտ չի, բայց դա իրականություն է եւ այստեղ էլ գիտեք երեխաների դաստիարակությունը այո պահանջում է եւ ժամանակ եւ ջանք եւ նվիրում, բայց այնպես չի, որ բոլոր դեպքերում եթե չես աշխատում ավելի լավ ես դաստիարակում երեխաներին եւ եթե կանայք ընդգրկված են ծանր աշխատանքի մեջ ավելի քիչ են ուշադրություն դարձնում։ Երևի թե այսքանը կասեմ այս մասով։ Բացի այն, որ 3 երեխաների մայր եք, այսօր արդեն նաև 2 զինվորի մայր եք։ Այո։
Ես վստահ եմ, որ կլինեն հերոստատողներ, ովքեր կասեն, դե նախարարի երեխաները ոնց պիտի ծառայեն, չէ՞, որտեղ այսպիսի ընկալում կա, գուցե կարծրատիպ կա կամ կար։ Ինչպես է ստացվում նախարար մայրիկի եւ երկու զինվորների այդ շփումը։ Այդ կարոտի զգացումը հաճախ է առաջում, թե երբ որ կարոտի լինում է, դուք միանգամից գնում եք զորամաս կամ իրենք են գալիս։ Գիտեք, սկզբից նաև շատ մեծ զարմանք էր, բա ինչպես է որ ծառայում են, նախ այդ զարմանքը հաղթահարվեց, հետո հաղթահարվեց մեծ որդուս կապանում ծառայությունը, որտեղ դա էլ շատ անհասկանալի էր, լավ հասկացանք ծառայում է, բայց ինչու կապանում։ Ինչու Երևանում չի էլ կապը։ Այո, հիմա իրենց զորամասը տեղափոխել են, իրենց հատվածը եւ այո, շատ եմ կարոտում։ Արդյոք կարողանում եմ գնալ տեսնել հաճախ, չէ, չեմ կարողանում, որովհետեւ աշխատանքս էլ թույլ չի տալիս։ Այո, ժամանակ առ ժամանակ ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք կարգավորված արձակուրդ գալու հնարավորությունը մեր զինծառայողների համար եւ դիմանում ենք։ Դժվար է, բայց դիմանում ենք։ Ավակ որդիս կվերադառնա օգոստոսին, կրծերս այս հունվարին էլ զորակոչվել եւ ծառայելու է 1.5 տարի՝ ի տարբերություն ավակ որդուս եւ կգա արդեն հաջորդ ամռանը։ Երբ հանրային պաշտոնյան տուն է վերադառնում, հնարավոր է լինում ամբողջությամբ այսպես կտրվել աշխատանքից եւ տրվել ընտանիքին։ Դերի առումով այո, տանը ես մամա եմ, ես կին եմ, քույր եմ, աղջիկ եմ, դուստր եմ եւ միանգամից մտնում եմ այդ դերը։ Միանգամից եւ շատ կարոտում եմ այդ դերը, գիտեք, եւ չափազանց կարեւոր է, որ այդ փոփոխությունը ունենաս։ Ընկերների հետ միանգամից ընկեր եմ եւ բայց աշխատանքը այնպեսին է, որ այո, ժամանակ առ ժամանակ անընդհատ հեռախոսի մեջ ես, որովհետեւ մեր ոլորտը շատ բոլոր իրավիճակներում առաջին անհրաժեշտն է, որ մեզ անդրադառնում են, պետք է լինում արձագանքել շտապ, բայց այո, ես տանը Անահիտն եմ, մամա եմ, կին եմ։ Իսկ հիմա քաղաքականությունը ձեզ ավելի շատ ուժ է տալիս, թե խլում է։ Եվ շատ ուժ է տալիս։ Գիտեք, հիմա մենք քարոզարշավի ընթացքում ենք եւ շատ հարցնում են, բա չեք հոգնում։ Եվ հոգնում ենք եւ չէ, հակառակը լիցքավորվում ենք։ Այդ շփումները ահռելի մեծ ուժ են տալիս, ոգևորում են, իհարկե հոգնում ես, բայց ասում եմ, լիցքավորվում ես, ոգեշնչվում ես եւ երջանկություն է ունենալ այդ իրական շփումը ժողովրդի հետ։ Տիկին Ավանեսյան, եւ վերջում, եթե տարիներ անց մարդիկ բնութագրելիս լինեն ձեր քաղաքական դիմագիծը, ինչպես դուք ցանկանաք, որ այն հնչի։ Ազնիվ եւ նվիրված Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր Անահիտ Ավանեսյանի քաղաքական դիմագիծը։